հայ ժողովուրդը եւ հայ բիզնեսմենը։ Պարոն Կարապետյան, շնորհակալություն հնարավորության համար։ Իշխանությունները անդրադառնալով հետընտրական process-ներին նաև խոսում են ձեր մասին, 3 անգամ ասում էին այլ լրագրողները, եթե ուզում են թող հարցնեն, թե արդյոք Սամվել Կարապետյանը շարունակելու է քաղաքական գործունեությունը, ավարտին հասցնելու է կիպրական եւ ռուսական անձնագրերից հրաժարվելը։ Հիմա առաջին հարցը հետեւյալն է, քանի որ ձեզ որ հարցնում ենք ժամանակին ասում ենք, եթե պլան A չի ստացվում, պլան B կա, ձեզ ասելով նաև թիմի ներկայացուցիչներին ասում ենք պլան B չկա, մենք հաղթելու ենք, հիմա եկել է իմ իրավիճակ, որը որ եկել է։ Դուք շարունակելու եք Հայաստանում մնալ եւ քաղաքականությամբ զբաղվել անկախ դատական գործընթացները եւ արդյոք ավարտին եք հասցնելու միայն հայաստանյան անձնագիր ունենալու հարցը, սա առաջինը, երկրորդ հանգամանքը, որի մասին կուզեի խոսել եւ հասկանալ, այդ ընդդիմության խորհուրդը, որի մասին որ դուք ասում եք, մոտավորապես արդեն պարզ է, կարող եք ասել անուններ, թե հրավերներ ում եք ուղարկելու, նախընտրական շրջանում ընդդիմադիր տարբեր ուժեր իրարից դիստանցավորվում էին, որպեսզի չմտնեն այդ նախկին ներկա պատմության մեջ։ Արդյոք հիմա այդ դիստանցավորումը այլևս չի լինելու եւ մի կարճ հարցել ուղղակի որ ասում եք հրավիրել ենք Միացյալ Նահանգների Եվրամիության տարբեր անդամ պետությունների դեսպաններին, այս process-ները վերջին ամիսների ցույց տվեցին, որ Փաշինյանը ունի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության բացարձակ աջակցությունը եւ անգամ աղաղակող մարդու իրավունքների խախտումների հետ կապված, որտեղ սև սպիտակին ուղղակի ակնհայտ է, որ մարդու իրավունքները խախտում են, մենք չտեսանք արևմտյան պետությունների որևիցե արձագանք։ Իմաստը որն է, դուք իսկապես հույս ունեք, որ հիմա ինչ-որ բան իրենց մոտ կփոխվի։ Շնորհակալ եմ։ Ինչ վերաբերվում է իմ մնալուն ու մասնակցելուն process-ներին, դա վստահ եղեք նոր թափ է հավաքելու։ Դե ես դուք գիտեք, միջև հիմա կալանավորված եմ եւ իմ անձնական հնարավորությունները սահմանափակված են, բայց իմ հնարավորությունների չափով ես ավելի ակտիվ մասնակցելու եմ այս բոլոր process-ներին։ Ու ինչ վերաբերում է անձնագրերին, չեմ ուզում անդրադառնալ, մենք process-ը սկսել ենք, բոլորը դրա անհրաժեշտությունը կլինի, այդ process-ի ավարտը արդեն եղած կլինի։ Ինչ վերաբերում է հավաքական ընդդիմության գլխավոր հարցերին, դա իրոք առաջի հարցը Փաշինյանի հեռացումն է։ Մեր երկրի, մեր ժողովրդի նվաստացման process-ի կանգնեցումն է։ Քանի որ այս մարդը շարունակում է նվաստացնել մեր երկիրը, մեր ժողովրդին նվաստացնել, իր ցինիկությամբ ամեն քայլ ինքը անում է, դրանից հայ ժողովուրդը տուժվում է։ Դրա համար դա լինելու է առաջի քայլը։ Երկրորդ քայլը, ինչի համար են մեզ համար կարևոր այդ միջազգային կառույցները եւ դեսպանները, որ իրենք հասկանան այն process-ները, որը իրոք կատարվում է Հայաստանում։ Իրենք հարցի մի կողմին են նայում։ Իրեն ձեռնտու է հակառուս Փաշինյանը, բայց հայ ժողովրդին դա ձեռնտու չէ, բայց նրանք պետք է լսեն, որովհետեւ մինչև հիմա ոչ մի անմիջական խոսակցություն չի եղել այդ մարդկանց հետ։ Միգուցե իրենք չեն էլ պատկերացնում ինչ է կատարվում Հայաստանում։ Միգուցե իրենք չեն պատկերացնում, որ իրենց օգնությամբ այս մեխանիզմը ոչնչացնելու է Հայաստան պետությունը։ Նորից եմ ասում, առաջին քրիստոնեական պետությունը։ Դրա համար ես շատ կարևոր եմ համարում իրենց հետ հանդիպումը նույնպես։ Եվ մեկ շատ կարևոր հարց, որը պետք է դնի այդ խորհուրդը իր առջև, դա պահանջն է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, քանի որ բոլորս հասկանում ենք, որ այս մարդկանց մեղքը ընդամենը 0 է։ Իրենք հորինեցին այդ ընտրակաշառքների թեման, որպեսզի այդ ընթացքում իրենք հանգիստ բաժանեն պետության բյուջեով ընտրակաշառքներ։ Բոլորս հասկանում ենք այդ մոլորված մարդիկ, նորից խաբված մարդիկ, ինչի համար ձայն տվեցին Փաշինյանին։ Ու բացի այն մարդկանցից, ովքեր չեն տվել, այլ ընդամենը նկարված ձայներ են։ Բայց վերջապես մարդիկ տվել են ձայն Փաշինյանին։
իրենց հիմնական պատճառը, որ տվել են, դա իրենց ընտրակաշառքներն են։ Բոլորս տեսանք 1 ամիս, 2 ամիս առաջ ինչքան թափով այն ինչը որ հայտարարվեց եւ տեսանք, բայց ինչը չի հայտարարվել, մենք չենք տեսել։ Այդ պետական մակարդակով ընտրակաշառքները սա էր իրեն ձայն բերում։ Ուրիշ ինչի դիմաց հայ մարդը պետք է Փաշինյանին ձայն տա։ Ես չեմ պատկերացնում, այսքան չարիք ու կործանում բերած մարդ այս երկրին ինչի դիմաց պետք է քվես տանա։ Դրա համար իրենք հորինեցին մի քանի թեզեր, որոնք ոչ մի կապ չունեն, ամենայն դեպս ես մեր ուժի կողմից վստահ ասում եմ, չի եղել ոչ մի դեպք, նույնիսկ կարող եմ ասել, ով մեր կուսակցության կողմից ընտրակաշառք թեկուզ $100 բաժանել է, նա Նիկոլ է։ Այսինքն չկա այդպիսի բան։ Բայց ձայնագրությունները ցածր։ Թե ձայնագրությունները ինչ որ բաներ կոնտեքստից գծում են, համենայն դեպս մոտ 760 մարդ մեր ուժից ձերբակալվել են, ընդամենը կալանավորվել են 103 մարդ եւ մոտարապես 100 մարդ տարբեր վարչական հսկողության տակ են կամ չբացակայելու արգելքի տակ են, այսինքն 103 մարդ կալանավորվել են։ Իհարկե շարունակվում է այդ process-ը, իրենք չեն կանգնում։ Դրա համար ես բարոյականության մասին խոսեցի, իրենք իրենց արածները ուզում են ծածկեն դրանով, քանի որ իրենք լավ գիտեն ինչպես են իրենք քվեստացել, մենք էլ լավ գիտենք ինչպես ենք մենք քվեստացել։ Մենք ներկայացրել ենք մեր ծրագրերը, որոնք վստահ եղեք լավագույնն էին այս process-ների ժամանակ։ Միայն այդ ծրագրերով կարելի էր ստանալ ուժեղ Հայաստան, բարեկեցիկ կյանքով ապրող ժողովուրդ, բայց մեր ժողովուրդը ընտրեց աղքատությունը, ընտրեց հանձնվողականությունը, մեկ օրվա իր օգուտի համար նորից շատերը ընտրեցին Ալիևի մարզպետին, որը հետևողականորեն քանդելու է մեր երկրի հիմքերը։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան։